Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահական ուշի խոհանոցում եք և ես անչափ ուրախ եմ ու շնորհակալ։ Այսօր մենք համտեսում ենք ամենահամեղ սուրճով պաղպաղակը, իսկ թե ինչպես են պատրաստել, դիտեք շարունակությունը։ Եվ այսպես մեզ անհրաժեշտ է սուրճ, շաքարավազ, սերուցք, սառը ջուր, մեջը սառույցի կտորներ կա անգամ և խտացրած կաթ։ Ահա այս պարզ բաղադրիչները, որոնք մեզ անհրաժեշտ են այս համեղ պաղպաղակը պատրաստելու համար։ Ավելացնում եմ 5 ճաշի գդալ շաքարավազ, 3 ճաշի գդալ սուրճ լուծվող և 100 գրամ սառույցով ջուր, անպայման սառը պիտի լինի, սառնարանից հանած ջուր։ Հարում եմ այնքան, մինչև նախ թույլ պտույտներով, մինչև սուրճը, շաքարավազը հալվեն ջրի մեջ, որից հետո պտույտները արագացնում եմ և ստացվում է մի այսպիսի փրփրավուն զանգված, շատ գեղեցիկ, շատ համեղ է, վստահեցնում եմ կարող եք պատրաստել։ Ահա այսպիսի թանձր զանգված ստացվեց սուրճի և շաքարավազի խառնուրդից։ Ովքեր սիրում են լուծվող սուրճ խմել, սառը սուրճ, նրանք կիմանան, որ այսպիսի զանգված ստանալը այդքան էլ դժվար չէ։ Այժմ ավելի մեծ աման եմ վերցնում, որի մեջ արդեն պիտի հարեմ սերուցքը։ Սերուցքը նույնպես հարելու եմ սկզբում մանր թույլ պտույտներով ավելի, որից հետո պիտի արդեն արագացնեմ, մինչև լավ պինդ զանգված ստանալը, բայց շատ չտարվեք հարելով, որովհետև շատ հարելու դեպքում արդեն կսկսվի առանձնանալ կարագը, իսկ սա մեզ հարկավոր չէ։ Արդեն արագացնում եմ պտույտները, տեսնում եք, և ստացվեց այսպիսի մի գեղեցիկ կրեմանման զանգված։ Ովքեր սերուցքի հետ սիրում են աշխատել, իրենց համար պարզ է, թե ինչպիսի մասսա մենք պիտի ստանանք։ Ավելացնում եմ 100 գրամ խտացրած կաթը, կարող եք մի քիչ ավելի վերցնել, եթե ավելի քաղցր եք սիրում, արդեն դուք պիտի պահեք համի չափը, ավելի քաղցր, թե ավելի մի քիչ դառնավուն։ Այժմ ավելացնում եմ սուրճի զանգվածը և հարում եմ դանդաղ պտույտներով, բայց ընթացքում անպայման թիակով պիտի խառնեմ, որովհետև այս խառնելու ընթացքում հնարավոր է ներքևի մասում, տեսնում եք, նստվածք առաջանա և սուրճը ամբողջովին չխառնվի սերուցքի հետ։ Ահա այսպես խառնում ենք և արդեն մեր պաղպաղակը պատրաստ է, այլևս ավելացնելու ոչինչ չունենք, կարող եք ավելացնել վանիլին, եթե ցանկանում եք, ես չեմ ավելացրել, որովհետև ուզում եմ ավելի շատ ընդգծվի սուրճի համը։ Սուրճը նույնպես կարող եք վերցնել ըստ ցանկության, ինչպիսի սուրճ սիրում եք, ես չեմ պատրաստվում գովազդելու, եթե ձեզ կհետաքրքրի ինչ սուրճ եմ վերցրել, ես մեկնաբանությունների բաժնում կթողնեմ կամ կպատասխանեմ ձեր հարցերին։ Ահա այսպես սիրելիներ, հարթեցնում ենք ամբողջ մակերևույթը և մեր արդեն սուրճով պաղպաղակը պատրաստ է։ Այժմ կծածկենք պոլիէթիլենային բարակ թաղանթով և կուղարկենք սառցախցիկ, ամենաքիչը 4-5 ժամ պիտի մնա, բայց այժմ երեկո է, ես կթողնեմ մինչև առավոտ, սառչելու վտանգ չկա, ես ասեմ, որ սառույց ընդհանրապես մեջը չի զգացվելու, սառցե բյուրեղիկներ չեն լինելու, որովհետև ջրի քանակը շատ քիչ էր, որը և տեսակ փրփրավուն զանգվածի մեջ լուծվեց և այլևս վտանգավոր չէ։ Այսպես սիրելիներս, այժմ ուղարկենք սառցախցիկ։ Արդեն առավոտ է, սուրճի ժամ է, ինչպես տեսնում եք, թխել եմ նաև նրբաբլիթներ, բլինչիկի շերտեր, որով սիրում են մեր երեխաները վայելել այս համեղ պաղպաղակը։
Ահա, մի փոքրիկ էլ ելակ ենք դնում վրան և մեր պաղպաղակը պատրաստ է։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի ձեր հետ կիսվել իմ այս համեղ բաղադրատոմսով, անպայման պատրաստեք, չեք փոշմանի, շատ գեղեցիկ, շատ համեղ, շատ հետաքրքիր պաղպաղակ է։ Դե ինչ սիրելիներս, դուք տեսաք, թե ինչպիսի կառուցվածք ունի, ինչպես պատրաստեցի այս համեղ պաղպաղակը և այժմ կրկին ուզում եմ ասել շնորհակալություն և ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում։